երեխաներ, հարգելի տնօրինություն, այսօր հերթական մեր աշխարհագրության դասն է, հիմա ներկայացակալն է։ Մենք այսօրվա մեր դասը աշխարհագրական քարտեզների դասակարգումը ըստ բովանդակության, մասշտաբի եւ տարածքի ընդգրկման։ Մեր այսօրվա դասի նպատակն է երեխաներ զարգացնել գիտելիքներ աշխարհագրական քարտեզների դասակարգման վերաբերյալ, համագործակցել, խմբային աշխատանք կատարել, դասը դարձնել ավելի ճանաչողական եւ կատարողական եւ իհարկե անպայման ստեղծել միջազգային նպատակներից է նաեւ մեր այսօրվա դասը գիտելիքները կապելը առօրյա կյանքի հետ, այլ գիտությունների եւ առօրյա։ Ինչ եք սովորել աշխարհագրություն դասից։ Այս առարկան ձեզ ինչ է տվել մինչ այսօրվա դասը։ Խնդրեմ։ Աշխարհագրությունների մասին։ Մյուս խումբը նախնական գիտելիքներ ինչ ունենք, խնդրեմ լավ քարտեզը, այո, աշխարհագրությունը եւ որը նշանակում է գեոգրաֆիա եւ առաջին անգամ աշխարհագրություն բառը օգտագործել է հայտնի Ալեքսանդր Գրադարը։ Խնդրեմ պայմանական նշաններ։ Առաջին օրենքը տվել է Թոբլը։ Շատ ապրես։ Սիրելի աշակերտներ, մեր այսօրվա դասի կանոններն են ուշադիր լսումը։ Չաղմկել, համագործակցել, լուր աշխատել, լսել մեկս մյուսին, հարգել, կարող ես բաները հապավումներով գրել, որ ժամանակատար չլինի, շնորհակալություն, եւ վերջին խումբը, մեկ պատասխան, այո, սա Գաբրիելեն խումբը քարտեզներ, առաջին խումբը հատակագիծներ եւ դեռ մնաց վերջին խումբը, խնդրեմ։ Ահա, ժամանակն ավարտվեց, վերջին խումբը ստանում է 0 միավոր։ Պատասխան չունենք, դա պայմանական նշաններն են, 0։ Հիմա հաջորդը թվային արտահայտություն է պայմանական չափ, որը ցույց է տալիս թե քարտեզի վրա կամ հատակագծի վրա պատկերված տարածքը։ Սա քարտեզ թիմներ գրեք։ Հատակագիծը մասշտաբը թվային արտահայտություն է պայմանական չափ, որը ցույց է տալիս թե քանի անգամ է փոքրացված։ Ստուգում ենք պատասխանը, արդյոք ճիշտ են երեխաները, ասել թե ոչ։ Սա մասշտաբի օրինակն է, մենք կանցնենք խնդիրների ժամանակ կասենք։ Մասշտաբը կարդում է մասշտաբ թիմը։ Խնդրեմ Սերժ։ Թվային արտահայտություն է պայմանական չափ, որը ցույց է տալիս, թե քարտեզի կամ հատակագծի վրա պատկերված օբյեկտը քանի անգամ է փոքրացված իրական չափից։ Ահա, շնորհավորում ենք երկու խմբին ճիշտ պատասխանների համար։ Դրանց ստանում ենք 1 եւ 1 միավոր։ Անցանք հաջորդը։ Հաջորդ մեր հարցն է հատակագիծ։ Չի մասնակցում հատակագիծ թիմը, քանի որ ինքը ներկայացրել է թե դա ինչ է, մասնակցում են մնացած 3 խմբերը։ Ժամանակը սկսեց։ Կրճուն թերթիկների վրա գրում ենք 1 պատասխան խումբը եւ փակցնում ենք դրա դաստակին։ Արա։ Ժամանակի ավարտին մնաց 10 վայրկյան։ Հետևում ենք կանոններին։ Վերջ, հավաքում ենք, վերջ։ Հիմա փակցնում ենք ըստ խմբերի, խնդրում ենք լրություն ապահովել, եթե ոչ ապա ձեր միավորներից քիչ։ Դեպին կրճուն թերթիկները պայմանական նշաններն էին, իշտեր։ Ահա, սա ով էր, մասշտաբը, թերթիկները պայմանական նշաններն էին, իշտեր։ Ահա, սա ով էր, մասշտաբը եւ քարտեզներ, ճիշտ է։ Հիմա կարդում ենք պատասխանները։ Երկիրը ունի երկրի որևէ փոքր տարածքի, մանրամասն պատկերն իր պայմանական նշաններով կոչվում է հատակագիծ։ Երկրի որևէ փոքր տարածքի մանրամասն պատկերը հարթության վրա, որով շակի մասշտաբով եւ պայմանական նշաններով կոչվում է հատակագիծ։ Եվ վերջի թիմը երկրի որևէ փոքր տարածքի մանրամասն պատկերն է հարթության վրա պայմանական նշաններով եւ նշաններով հատակագիծ։
կոչվում է հատակագից։ Հիմա ստուգում ենք պատասխանը։ Կարդում է օրինակ քարտեզ թիմը։ Խնդրեմ։ Վալերիա։ Գծափակերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով։ Ուրեմն պայմանական նշաններ խումբը հավաքում է կեսմիավոր, որովհետև չի նշել հատակագծի մասշտաբը։ Իսկ մյուս խմբերը հավաքում են իրենց մեկ միավոր, այսինքն կոտորակի ձևով, անվանական բառերով և գծային գծի հատվածի տեսքով։ Պայմանական նշանները արդեն գործեցի։ Դասի բուն ընթացքում կատարում ենք վարժություններ և խնդիրներ։ Գնաց ժամանակը, սկսեցինք, կարդում ենք հարցը, պատասխանը գրում ենք, փակցնում գրատախտային։ A, B կետերի հեռավորությունը 42 կիլոմետր է, իսկ մասշտաբը ահա, հիմա ֆիքսեք ձեր հերթիկների վրա, որպեսզի բացենք մենք գրատախտակը։ Ինչը պետք է գտնենք փաստորեն, երեխաներ, ինչը պետք է գտնենք պարտեզի վրա, քանի սանտիմետր։ Հիմա հակառակ ուղղությամբ եկեք գնանք, մասշտաբ թիմի երկրորդ համարձակ, խմբի երկրորդ համարձակ անդամը Սերժ։ Բացում ենք նոր էջ։ Խնդրեմ, Սերժը։ Արի կանանչով գրենք։ Պայմանը հուշում ենք Սերժին, եթե մոռացել է, գծեցինք գիծ, վերջու գիծը։ Ապրես, գծիր։ Հետ գնա, մատիտը վերջրու։ Լավ, որը ուզում ես։ Խնդրեմ հուշեք, ինչքան է մոռացավ երեխան։ 42 կիլոմետր, գրիր, 42 կիլոմետր։ Որ կետերն էին, որ կետեր, ավ է, այ և կետերի հեռավորությունը 40 սանտիմետր է, իսկ պատասխանը 68,000, մասշտաբը մեկը հարաբերում է 70 միլիոն։ Խնդրի, որ մասում սխալ կար։ Խնդրեմ ունես։ Ես զգում եմ, որ սխալը պատասխանի մեջ է, քանի որ 18,000 կիլոմետր է գված։ Եվ պետք է ստանանք, եթե հաշվենք, 700-ը բազմապատկենք 40,000 Ստացվում է 280,000 դեպ 28, որ բազմապատկեք կստանանք։ Այո, շատ ճիշտ է։ Անցանք առաջ։ Հիմա նայեք, խնդիր մեր դժվարացավ մեր գիտելիքների մակարդակը պետք է բարձրացնենք, վերջին դժվար խնդիրն ենք լուծում։ Բացում ենք ատլասների Աֆրիկա մայրցամաքը։ Աֆրիկա մայրցամաքի ամենախոշոր կղզին գտնում ենք ձեր։ Շատ ապրես, Մադագասկարը գտանք Աֆրիկա մայրցամաքի։ Ես հիմա ցույց կտամ քարտեզը երեխաներ, Մադագասկար գտեք ձեր ատլասում։ Ուրեմն Աֆրիկա մայրցամաքի ապագծի երկարությունը այսքան է, այս մասշտաբի քարտեզի վրա կկազմի քանի սանտիմետր քառակուսի, եթե 30,000 կիլոմետր է, մեկը հարաբերում է 200,000, արդյոք ճիշտ է։ Թվային մասշտաբին համապատասխանող անվանական մասշտաբը աշխարհագրական գիտելիքները։ Տեսնենք։ Շատ ապրենք, բոլոր թիմերը վաստակում են, բոլորը ճիշտ են գրել, մեկը հարաբերում է 6,500,000-ի, որովհետև պետք է բազմապատկենք 100,000-ով լուծում, ով չհասկացավ խմբից կամ քիչ հասկացավ, լուծման ձևը ցույց ենք տալիս, 1 կիլոմետրը 1000 մետր, 1 մետրը 100 սանտիմետր, 1 մետրը 100 սանտիմետր, կլինի 1 կիլոմետրը 100,000 սանտիմետր, 65-ը կբազմապատկենք 100,000-ով Սերժ և Եվա կստանանք, մեկը հարաբերում է 6,500,000, որպեսզի ստանամ, նախադաս ուսուցանում եմ, որպեսզի դուք հաշվեք և տնային առաջադրանք, կազմեք խաչվարներ, ձեր խմբերի թեմաները
կազմել։ Իհարկե կարող ենք կազմել նաև ակրոստիկոս։ Տնային առաջադրանքը ստուգվելու է, յուրաքանչյուր թիվ ներկայացնում է յուրաքանչյուր աշակերտ մեկ ակրոստիկոս և մեկ խաչվար, այն ինչ որ մենք այսօր